Կարգալույս քահանայի կազմակերպած պատարագի մասնակցել է եկեղեցին թիրախավորելու հերթական քայլն է, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Վարչական ռեսուրսով մարդկանց բերելու արդեն ակնհայտ է, որ դա ծախողվել է, որովհետև մենք գիտենք, չէ, այդ մարզպետները, վարչական շրջանի ղեկավարները, բոլոր պաշտոնյաները ինչ ճիք ու ջանք են գործադրում, որպեսզի ապահովեն այդ մասով կանած։ Վարչական ռեսուրսի կիրառմամբ է Փաշինյանը ապահովել կարգալույս քահանայի հրավիրած պատարագին մի քանի 100 մարդու մասնակցությունը։ Գառնիկ Դանիելյանը նկատում է Փաշինյանը, որ ժամանակին պնդում էր պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, հիմա ուզում է իր սրտի կաթողիկոսին նշանակել։ Նպատակը մեկն էր, այդ կառույցը, որ պարբերաբար քննադատում էր իշխանություններին, պարբերաբար էլ չենք, մի քանի անգամ եղել է այդպիսի գնահատականներ եւ Նիկոլ Փաշինյանը հարց չէր այդ իրողության հետ։ Եկեղեցու խնդիրները պետք է լուծվեն եկեղեցու ներսում, ընդգծում է Գառնիկ Դանիելյանը, չհերքելով, որ եկեղեցում կան խնդիրներ։ Civic-ի լրագրողի հարցին է պատասխանում ընդդիմադիր պատգամավորը, անդրադառնալով նաև հարցի այն մասին, թե արդյոք եկեղեցին իր հայտարարությունների պատճառով չի հեռացրել Ստեփան Ասատրյանին, արդյոք սա հետապնդում չէ։ Կարգալույս հոգևորականին հնարավորություն տվել է եկեղեցին, որպեսզի գա այնտեղ կարգապահական հանձնաժողով կա կարգապահական հանձնաժողովի նիստին մասնակցելու եւ այդ հարցերը իրեն ուղղելու, ինքը հրաժարվել է այդ ամեն ինչից։ ԿՊԱ-ականները հրաժարվում են հակամարտություն անվանել եկեղեցի իշխանություն այսօրվա հարաբերությունները։ Արթուր Հովհաննիսյանը պնդում է, թե իրենց պայքարը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ բարձրաստիճան որոշ հոգևորականների։ Եկեղեցու հետ մենք խնդիր չունենք, մենք ունենք խնդիր, արդեն նշեցի Կտրիշ Ներսիսյանի եւ նրա շրջապատի հետ։ Հովհաննիսյանը չի բացառում, թե կաթողիկոսն ու վարչապետը կարող են երկխոսել, բայց դա կարող է լինել զրույց միայն վեհափառի ու որոշ սրբազանների հեռանալու վերաբերյալ։ Երկխոսություն չի կարող լինել նրա մասին, որ կուսակրոնության ուխտը խախտած որևէ հոգևորական պետք է շարունակի իր ծառայությունը։ ԿՊԱ-ական պատգամավորը խնդիր չի տեսնում, որ Կիրակի Հովհաննավանքում պատարագ հանձնացնում էր Ստեփան Ասատրյանը, իսկ վեհափառի հետևից մայրաթոռում քայլում էր նրա սարկավակ եղբայրը։ Յուրաքանչյուր մարդ ազատ է իր ընտրության մեջ։ ԿՊԱ-ական Վլադիմիր Վարդանյանը, որ մասնակցել է Հովհաննավանքում պատարագին, լսել է, բայց չի տեսել կադրերը, ինչպես են մի երիտասարդի բերանը փակած դուրս հանել եկեղեցուց, երբ նա բղավել է, որ կարգալույս քահանան պատարագ մատուցելու իրավունք չունի։ Դրվագը չեմ տեսել, լսել եմ դրվագի մասին, ինչ է տեղ ունեցել եկեղեցում եւ ինչ միջավայրում եւ ինչ գործողությունների արդյունքում դա տեղի ունեցա, իմ կարծիքով իրավական գնահատականների արդյունք պետք է դառնա։ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի մասին տեղյակ են իշխանական պատգամավորները, դատապարտում են նրա անձնական կյանքին միջամտությունը։ Մարդու անձնական կյանք ներխուժելը նման ձևով եղկելի եւ դատապարտելի է։ ԿՊԱ-ականների անձնական կյանքի միջամտելու դատապարտող խոսքերը կասկածելի են թվում ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Նա հիշում է, ինչպես էին ԿՊԱ-ականները ներկուսակցական խոսակցությունների թեմա դարձրել իրենց նախկին թիմակից Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունները։ Այդ նյութերը հեռախոսի պարունակությունը դարձել է ԿՊ վարչության սեղանի ուրեմն, այո, սեղանի զարդը, այսինքն գրեթե բոլոր ԿՊԱ-ականները ծանոթացել են ուրեմն Հովիկ Աղազարյանի անձնական բնույթի նամակագրությանը։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։